Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարն է եւ այսօրվա մեր հաղորդումը, ինչպես տեղեկացրել էինք էլեկտրոնային փոստով մեր հայտագրերով, կշարունակենք Բագրատունյաց Հայաստանի թեման, երկրորդ մասը կլինի եւ որպես շարունակություն մենք կխոսենք նաեւ Զաքարյան իշխանապետության մասին, որը Հայաստանի տարածքում փաստորեն վերջին, այսպես կիսանկախ պետականությունն էր, դրանից հետո բուն հայկական լեռնաշխարհի տարածքում մենք պետականություն ըստ էության չենք ունենում, առանձին իշխանությունների եթե չհաշվենք, իսկ Կիլիկյան Հայաստանը դա առանձին խոսակցության նյութ էր։ Ուրեմն մինչև բուն նյութին անցնելը նախ մի լավ լուր հայտնեմ, որ անցած շաբաթվա ընթացքում արդեն մեր ինտերնետային էջում տեղակայվեցին եւ 5 նոր հաղորդումներ եւ ինտերնետային էջում տեղակայված հաղորդումների թիվը դարձավ 29, 5 նոր հաղորդումները, որոնք հետևյալն էին, ուրեմն Արա Պապյանի հետ 2 հաղորդումներ, հայոց պահանջատիրության իրավական հիմունքները, մի հաղորդում վերաբերում էր հայերը օսմանյան փաստաթղթերում թեմային, Հայկարամ Նահապետյանների հյուրը, մեկ հաղորդում վերաբերում էր իսլամադավան հայությանը եւ եւս մի հաղորդում Կոմագենեի Երվանդունյաց թագավորությանը։ Այս 5 նոր հաղորդումներով ուրեմն համալրվել է մեր ինտերնետային էջը, որի հասցեն դուք բարբերաբար նաեւ կտեսնեք էկրանին եւ ծանոթ է ձեզ արդեն, ասեմ որ եւս 4 հաղորդումներ, ներառյալ այսօրվա այս հաղորդումը կտեղակայվի սեպտեմբեր ամսվա ընթացքում եւ ես դեռ կանդրադառնամ վերջում մեր ինտերնետային էջին։ Ուրեմն անդրադառնամ մեր նամակներին ավանդույթի համաձայն Սիրիայից, Լաթաքիայից Հովսեփ Գավլաքյանը մի նամակ ունի, որտեղ հարցում էր կատարում ուզում էր ավելի մանրամասն ստույգ իմանալ Բեհիստունյան արձանագրության մասին, որտեղ առաջին անգամ հայերին պարսիկները Արմենիա անունով են ճանաչել եւ արդյոք հունական արձանագրությունների մեջ էլ կան այդ ժամանակաշրջանից նման նյութեր, ուրեմն Արմենիա անվան հետ կապված ասեմ, որ այո, պարսկական առաջին արձանագրությունն է, այս արձանագրությունը Բեհիստունյան կամ Բագաստանյան արձանագրությունը եռալեզու էր, վերաբերում է Քրիստոսից առաջ 522-20 թվականների ապստամբությունների պատմությանը, Դարեհ առաջինի կողմից է կանգնեցվել եւ եռալեզու արձանագրության մեջ հետաքրքիր է, որ 3 լեզուներում ինչպես են կոչվում Հայաստանը եւ հայերը։ Ուրեմն պարսկերենում երկիրը Հայաստանը կոչվում է Արմինա, արմինացիներ ժողովուրդը, Էլամերենում կոչվում է Հարմինույա, որը Արմենիա անվան տարբերակներից մեկն է, իսկ բաբելերեն տարբերակում շարունակվում է ավանդույթի ուժով, միջագետքյան ավանդույթով կոչվել Ուրարտու։ Այսինքն սա այն փաստերից մեկն է, որը նաև ցույց է տալիս, որ Արմենիա, Ուրարտու, Հարմինույա, սրանք միևնույն երկրի տարբեր անվանումներն են, նաև Ուրարտուի հայկականության ապացույցներից մեկն է բնականաբար։ Ասեմ, որ Արմենիա անվան վաղագույն հիշատակությունը վերաբերում է իհարկե Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակին, աքադական աղբյուրներում արդեն 24-23-րդ դարերի աքադական աղբյուրներում այդ արձանագրությունները այդ անունը հիշվում է արձանագրություններում եւ դուք կարող եք ավելի մանրամասնորեն ծանոթանալ նյութին մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ Հայաստանը Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում այդ հաղորդման ընթացքում մենք շատ մանրամասն ներկայացրեցինք եւ մի եթե չեմ սխալվում նաև Հայաստանը հին արևելքի հոգևոր ընկալումներում այս հաղորդման ընթացքում եւս ներկայացում էին այդ արձանագրությունները 24-23-րդ դարերից Հայաստանին տրված օտարների կողմից այսպես հայտնի անվանման Արմենիա անվան ամենահին հիշատակություններն են եւ մի խնդրանք, եթե հնարավոր է 1 կամ 2 հաղորդում հատկացնեք հայոց եկեղեցու մասին, քրիստոնեության տարածման շրջանից մինչև մեր ժամանակը, եկեղեցու եւ կաթողիկոսների դերը, այս նախորդ հաղորդումների ժամանակ բոլոր խնդրանքներին ասում էի, որ անպայման նախատեսում ենք, ես հաղորդման վերջում կասեմ, որ հավանաբար այս խնդրանքը հնարավոր չի լինի իրականացնել, որովհետեւ հավանաբար հաղորդաշարը պիտի դադարեցվի։
Ուրեմն երկրորդ նամակը, որ մի խումբ է մեզ ուղարկել, Ապարանի մտավորականների միության կողմից, ուրեմն Մանվել Պետրոսյան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Աշոտ Շահինյան, պատմական գիտությունների թեկնածու, Գրիգոր Աղաբաբյան, ֆիզմատ գիտությունների թեկնածու եւ Արծրուն Խաչատրյան, տնտեսագետ։ Միության անունից նախ ողջունում են, գնահատում են հաղորդաշարը, շատ շնորհակալ եմ բոլոր այս խրախուսիչ խոսքերի համար եւ խնդիր են նաեւ բարձրացնում, որ կարծում ենք, որ շատ կարևոր կլինի, քանի որ հաղորդաշարը իր որակով գիտական անաչառությամբ եւ այլ ուրեմն կողմերով շատ բարձր վիճակում է գտնվում, ապա հաղորդաշարը պետք է հեռարձակվի հայկական H1-ի ալիքի հայաստանյան տեղական ալիքով, այսինքն մետրային, որովհետեւ մեր հաղորդումը Հայաստանում գրեթե չեն դիտում, միայն հեռավոր շրջանները, որոնք միացնում են Արբանյակ, նրանք են դիտում եւ միայն մարդիկ, ովքեր որ ունեն արբանյակային ալեհավաք։ Լավ, առաջարկ է, շնորհակալություն գնահատականի համար, ասեմ, որ սա այս խնդրով նորից մեզ չէ, որ պետք է դիմել։ Մեկ այլ նամակ Ֆրանսիայից Նվեր Ջուլհակյանը, ուրեմն Ուրարտացիների եւ փակագծում տեղաբնիկների լեզուն հայերեն է եղել, թե ոչ, ասեմ, որ Վանի թագավորությունում Ուրարտուում 3 գրային համակարգ է եղել, գործածվել 3 լեզուներով, ասուրաբաբելական սեպագիրը ասուրերենով, տեղական սեպագիրը ուրարտերեն կամ բիայներեն պայմանական անունը ստացած լեզվով, որի բառապաշարի մոտ 60-70%-ը հայերեն է եւ դրա ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, եւ տեղական մեհենագրությունը, որի լեզուն հնագույն հայերենն է։ Այսինքն 3 համակարգերից մեկն է տեղական, տեղաբնիկ եւ այդ տեղականի լեզուն հնագույն հայերենն է։ Եթե ավելի մանրամասն եք ուզում, մեր ինտերնետային էջում մենք ունենք ուրեմն փետրվարի 19-ի հաղորդումներ դա։ Ամբողջ հաղորդումը նվիրված է Վանի թագավորությանը, Բիայնիլի Ուրարտու Արարատ թագավորությանը եւ հաղորդման վերջին կեսը ամբողջությամբ նվիրվում է էթնիկ խնդրին, այսինքն Վանի թագավորությունը Ուրարտուն հայկական է, թե հայկական չի եւ հատուկ կանգ է առնվում նաեւ օգտագործված գրային համակարգերի եւ լեզուների խնդրի վրա։ Մեկ ուրիշ նամակ, ուրեմն Ռոստովից Մկրտչյան մեր նամակագիրներից, հարցնում է Աղվանք պետության, նրա ժողովրդի եւ մշակույթի ժառանգորդության խնդրի մասին, ովքեր են նրանք եւ նշում է մեր H1-ով եթեր գնացած մի հաղորդում եւ զարմանք է հայտնում, որ այդ հաղորդման ընթացքում հյուրը ասաց, թե ներկայիս թուրք ազերիները հետնորդներն են աղվանների։ Անշուշտ սխալ կարծիք է հայտնվել, որովհետև աղվանները Ստրաբոնը հիշատակում է 26 ցեղեր էին աղվանները եւ այսպես գիտության մեջ այն կարծիքը կա, որ նրանք որպես մեկ միասնական ժողովուրդ այդպես էլ չմիաձուլվեցին եւ չկայացան։ Իսկ առանձին ժողովուրդների հետնորդներ, ասենք նամակում էլ նշում է ուտիների մասին, ուտիները օրինակ ամբողջությամբ հայացան եւ ասեմ, որ 88 թվականին մեր շարժումը երբ որ սկսեց, Ադրբեջանի շրջանի Կուտկաշեն, Վարդաշեն այս շրջաններից, ուտիաբնակ շրջաններից նրանք էլ որպես հայեր վտարվեցին։ Ընդ որում ուտիները նաև յան ազգանուն էին կրում եւ ուտիերենը որպես լեզու 20-րդ դարում ըստ էության մեռավ եւ բարեբախտաբար մի շարք հայ ուսումնասիրողներ ուտիերենի քերականություն, բառապաշար կազմեցին փրկելու համար, գոնե գիտության համար փրկելու համար կարևոր հետաքրքիր այդ լեզուն։ Այնպես որ ադրբեջանցիները բնականաբար նրանք 11-րդ դարում մեր տարածաշրջան ներխուժած սելջուկ թուրքերի հետնորդներն են, իսկ Աղվանիս պետությունը կար շատ ու շատ առաջ եւ գիտենք, որ նաեւ Մաշտոցը նրանց համար գրեր ստեղծեց, նրանց ցեղերից գարգարացիների ցեղի լեզվի համար հարմարեցնելով Այբուբենը եւ բնականաբար թուրքական որևէ ցեղ չի կարող ժառանգորդը համարվել։ Գուցե թե այդ ներկա եղած անձը նկատի է ունեցել կենսաբանական, ասենք քանի որ
նրանց արյունը ինչ որ massամբ խառնվել է այսօրվա ադրբեջանցիների այս իմաստով, սակայն դա իրավացի չի կարող լինել, որովհետև այդ իմաստով այսօրվա Թուրքիան պետք է իրեն ժառանգորդը համարի եւ հայերի, եւ հույների, եւ խեթերի, այսինքն կենսաբանական ժառանգորդությունը բնականաբար այդ տարածքի ամբողջ ժողովուրդը չի ոչնչացել եւ մի մասը բռնի ճանապարհով կամ ասենք դարերի ընթացքում ձուլվելու ճանապարհով մտել է նաեւ այսօրվա ապրող թուրքերի արյան մեջ, բայց դա չի նշանակում, թե այսօրվա թուրքական պետությունը, ասենք, Տիգրան Մեծի ժառանգորդն է, բնականաբար ոչ, եւ նույն չափով էլ չի նշանակում, որ այսօրվա ազերի թուրքերը աղվանքի ժառանգորդներն են։ Ասեմ, որ սա պետական քարոզչության մակարդակի էր բարձրացվել Ադրբեջանում, նույնիսկ ասում էին, այն ժամանակ ադրբեջանցիները քրիստոնյա են եղել, իբրև թե աղվանքը քրիստոնյա ադրբեջանական պետությունը, հետո իսլամ են ընդունել, որի տակ ոչ մի գիտական բան չկա, բացարձակապես կեղծ է։ Ես ուրեմն գամ արդեն մեր բուն թեմային, Բագրատունյաց թագավորությանը, այսպես համառոտակի հիշեցնեմ, որ 869 թվականին տեղի էր ունեցել հայոց ավականու ժողով եւ Զաքարիա Ձաքեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ, որոնք մեր ավակները որոշեցին Աշոտ Բագրատունուն հռչակել թագավոր, եւ որպիսի այդ թագավորության հռչակումը չդիտվեր որպես ապստամբություն արաբական տիրապետության դեմ, այլ հարթ ընթանար, իրենք դիմեցին արաբական խալիֆայությանը, որպիսի ճանաչի։ Ասեմ, որ շատ նպաստավոր էր միջազգային իրավիճակը, քանի որ Բյուզանդիայում էլ գահ էր բարձրացել հայկական դինաստիան, որը երբեմն նաև մակեդոնական է կոչվում, Վասիլ առաջինը կամ Բարսեղ առաջինը, շատ այսպես հայամետ տրամադրություններ ուներ եւ նույնիսկ հատուկ պատվիրակություն ուղարկեց եւ Աշոտ Բագրատունուց թագ խնդրեց։ Չնայած ինքը 876 թվականին արդեն 9 տարի է ինքը կայսր էր, սակայն ինչի համար սա արեց քաղաքական այս հետաքրքիր քայլը, որովհետև իրենք ներկայանում էին որպես հայ արշակունիների ժառանգներ, այսինքն տոհմով հայ արշակունիներ, իսկ ավանդույթի համաձայն հայ արշակունիներին թագադրել են հայ Բագրատունիները։ Եվ Վասիլ առաջինը թագ խնդրեց Աշոտ Բագրատունուն, որը բնականաբար ուղարկեց, եւ դա շատ բարձրացրեց հենց Աշոտ Բագրատունու հեղինակությունը։ Արաբները մի քանի այսպես դավեր փորձեցին նյութել, բայց այդպես էլ որևէ հաջողության չհասան եւ ստիպված էին 885 թվականին ճանաչել Աշոտ Բագրատունուն թագավոր հայոց եւ վրաց։ Ուրեմն աղվանքի տարածքը եւս մտնում էր այդ ժամանակ գերիշխանության տակ հայոց թագավորի եւ 885 թվականին Բագարան քաղաքում, որը Բագրատունյաց կենտրոնն էր, Զաքարիա Ձաքեցի կաթողիկոսը արդեն չկար, մահացել էր եւ Գևորգ Գառնեցի կաթողիկոսը օծեց Աշոտ Բագրատունուն թագավոր։ Այսինքն փաստացի հռչակումը թագավորության 869-ին եղավ, իսկ միջազգային ճանաչումը եւ իրավական, դե յուրե, այսպես ասած, ճանաչումը եղավ 885-ին։ Մենք անցած հաղորդման ընթացքում խոսեցինք Աշոտ առաջինի հյուսիսային արշավանքների մասին մինչև Աբխազիա եւ Ալանացդուր, խոսեցինք Սմբատ առաջինի արշավանքների մասին եւ խոսեցինք ամենակարևորը մի խնդրի մասին, որը շատ ուսանելի պետք է լինի, այսպես կարևոր դաս պետք է լինի մեր ներկա սերունդների համար։ Ամբողջ հարցն այն է, որ արաբները մի քանի անգամ փորձեցին կոտրել նոր հզորացող հայկական պետականության, որը արդեն տերության էր վերածվում, սահմանները հայկական Տավրոսի լեռներից հասնում էին մինչև Մեծ Կովկասի լեռներ, փորձեցին կոտրել հայերի հզորությունը, ոչ մի կերպ չէր ստացվում, մի քանի անգամ խայտառակ պարտություններ կրեցին եւ հասկացան մի բան, հայերին կարելի է հաղթել, եթե նրանց մեջ միաբանությունը խախտվում է։ Սա միակ ճանապարհն է հայերին կոտրելու եւ դա տեղի ունեցավ 908 թվականին, երբ որ Նախճավան քաղաքի եւ նրա գավառի պատճառով վեճը արծրունների եւ սյունիների հասավ այսպես անմիաբանության պայքարի, դրանից օգտվեցին եւ Գագիկ արծրունուն իրենց կողմը գրավելով կարողացան արաբները թեկուզ ժամանակավոր, բայց հաջողության հասնել։ Այնուամենայնիվ Աշոտ երկաթը կարողացավ ապահովել երկրի անկախությունը եւ արաբ խալիֆը ստիպված էր 922-ին արդեն ճանաչել Շահանշահ հայոց եւ վրաց այս տիտղոսով Աշոտ երկաթին, որից հետո շարունակվեց թագավորությունը, Աբասի ժամանակ մայրաքաղաքը դարձավ Կարսը, այնուհետև նաև Կարսը դարձավ կաթողիկոսանիստ կենտրոնը,
գալիս է Աշոտ Ողորմածի ժամանակաշրջանը, 961 թվականին Անին դառնում է նոր մայրաքաղաք, որը մինչև թագավորության վերջը շարունակեց մնալ, եւ նախորդ հաղորդման ընթացքում մենք բավականին երկար մի հատված դիտեցինք Կորուսյալ հայրենիք Արևմտյան Հայաստան ֆիլմից, որտեղ հենց Անին էր ներկայացվում, բավական հզոր ծաղկուն թագավորություն, որը պետք է շարունակվեր նրա հաջորդի Սմբատ II տիեզերակալի ժամանակ, եւ նրա հայտնի պարիսպներն էլ Անիի երկրորդ պարսպաշարը կառուցվեց հենց նրա ժամանակ, եւ բավականին հզոր մի թագավորություն էր, սակայն այս ընթացքում ուրեմն 908 թվականին Վասպուրականի թագավորությունը արդեն հռչակվել էր, դրանից հետո Աշոտ երկաթի գերագահությունը 922-ին ճանաչեց եւ մնաց որպես կրտսեր հայկական թագավորություն, որը ճանաչում է Բագրատների գերագահությունը։ Անին մայրաքաղաք հռչակելուց 2 տարի անց 963-ին հռչակվեց նոր թագավորություն, Կարսիկ անվանանդի թագավորությունը։ Այնուհետև հռչակվեցին մանր այլ թագավորություններ եւս, ես հիմա մեր օպերատորին խնդրեմ քարտեզը ցույց տա, հիմա դուք կտեսնեք, կմոտեցնի պատկերը Վասպուրականի թագավորություն, ուրեմն երկրում կային նաեւ անկախ այլ իշխանություններ, ուրեմն 897 թվականին վրաց Բագրատների թագավորություն էր հռչակվել, դուք հիմա տեսնում եք վերևում դեղին գույնով, հարևանությամբ կանաչ գույնով ուրեմն Տայքի գյուղապաղատությունը կար, այնուհետև հռչակվեց Կարսի թագավորությունը, Լոռու թագավորությունը, Փարիսոսի թագավորությունը, Սյունիքի կամ Կապանի թագավորությունը եւ բոլորը ճանաչում էին իհարկե Բագրատունյաց գլխավոր իշխանության գերագահությունը եւ նույնիսկ այսպես հետաքրքիր հասկացություն կար ամենայն տունն հայոց եւ Անիում նստող շահանշահը արքայից արքան ճանաչված էր բոլորի գերագահը, բոլորը ենթարկում էին անխտիր, նաեւ Հայաստանի տարածքում դեռևս պահպանված ուրեմն արաբական ամիրայությունները եւս ճանաչում էին Անիի շահանշահի գերիշխանությունը, նրա գերիշխանությունը ճանաչում էին նաեւ Վրաստանը, Աղվանքը, որոշ ժամանակ նաեւ Աբխազիա թագավորությունը եւ փաստորեն տեսնում ենք, որ կա մեծ մի թագավորություն, սակայն պետական կառավարման համակարգի առումով մենք տեսնում ենք, որ սա մեզ համար ամենևին էլ նպաստավոր համակարգ չէր, որովհետեւ սա մի համակարգ էր, որի գլուխ կանգնած Անիի տիրակալը, Անիի արքայից արքան, միշտ պետք է լիներ գերհզոր, որտեղ տեսնում ենք արդեն առանձին թագավորները նաեւ եթե կրում է թագավոր տիտղոսը, ինքնըստինքյան արդեն գայթակղություն ունի անկախանալու կենտրոնախույս այսպես միտումներ դրսևորելու եւ թագավորության կառուցվածքի այդ մոդելը մեր իրականության համար տեսնում ենք, որ առանձնապես ընդունելի չի եւ իրադարձությունները հետագա հենց դա ցույց տվեցին։ Ուրեմն 990-ից մինչև 1020 թվականը 30 տարի իշխեց Սմբատ II-ի եղբայրը Գագիկ առաջինը, որը մեծ ծաղկման հասցրեց եւ հենց նրա ժամանակ է, որ նաեւ նրա տիկնոջ մեկենասությամբ Կատրամիտ Թաքու մեկենասությամբ ավարտվեց ուրեմն կաթողիկե մայր տաճարի կառուցումը, անցած հաղորդման ժամանակ մենք դիտեցինք այդ սքանչելի կոթողը, որ մինչև հիմա էլ բացի գմբեթից ամբողջությամբ պահպանվել է եւ մեծ ծաղկման հասավ թագավորությունը, հայոց բանակի թիվը հասավ 100,000-ի, հասավ 100,000-ի, սա առավելագույն քանակն է եղել Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում եւ թվում է թե ամեն ինչ լավ էր եւ ամեն ինչ այսպես նույնիսկ իդեալականի նման լավ էր ընթանում, երբ որ Բյուզանդիայի կայսրը գալիս էր արևելք, բոլոր այսպես փոքր թագավորները գնում էին ողջունելու նրան, միայն Գագիկ առաջինն էր, որ չէր գնում, որովհետև նա համարվում էր հավասարը Բյուզանդիայի կայսր եւ պատրաստ էր ընդունելու պատշաճ այսպես կայսերական մակարդակով։ Բավական հզոր ճոխ այս թագավորությունը այնուամենայնիվ արդեն ասեցի իր կառուցվածքի մեջ ուներ մի բան, որը վտանգավոր էր եւ Գագիկ առաջինի մահվանից հետո մենք տեսնում ենք այս վտանգը արտահայտվեց եւ արտահայտվեց շատ տխուր կերպով։ Խնդիրն այն է, որ Գագիկ առաջինի մահվանից հետո երբ որ կենտրոնական իշխանությունը թուլացավ, նախ երկու որդիները նրա սկսեցին իրար մեջ պայքարը։ Հովանես Սմբատը, որը ավագ որդին էր, հռչակվեց թագավոր, իսկ նրա դեմ գահակալական պայքար սկսեց նրա կրտսեր եղբայրը, անունը Աշոտ, որը հետո կճանաչվի Աշոտ 4-րդ թագավոր։
Երկու եղբայրների պայքարը բավականին տխուր տպավորություն թողեց եւ առաջին ճեղքվածքը հայկական պետականությունը տվեց 1021 թվականին։ Դա Վասպուրականի թագավորության փաստորեն հանձնումն էր Բյուզանդիային։ Վասպուրականի Սենեքերի Մարծրունի թագավորը, վերջին թագավորն է Վասպուրականի թագավորության, նա նեղվելով արևելքից ներխուժած այսպես քոչվորների ասպատակություններից եւ չգտնելով նաեւ աջակցություն Անիի կողմից, չստանալով աջակցություն Անիի կողմից, որոշեց հույսը դնել Բյուզանդիայի վրա եւ Բյուզանդիայի հետ կնքեցին պայմանագիր։ Այդ ժամանակաշրջանում բյուզանդական քաղաքականության մեջ սա այսպես մի հատուկ քաղաքականություն է, որը գիտության մեջ հայտնի է կտակների քաղաքականություն անվամբ, հետևյալն էր, որ տվյալ գահակալը կտակում էր իր թագավորությունը, իր տիրույթը Բյուզանդիային, փոխարենը կարող էր ստանալ այլ տիրույթ Բյուզանդիայի ներսում եւ տեղափոխվում էր։ Եվ տխուր մի բան տեղի ունեցավ, մոտ 70,000 բնակչությամբ Սենեքերի Մարծրունին թողեց Վասպուրականը իր թագավորությունը, այն հանձնեց Բյուզանդիային եւ ինքը հեռացավ մեկ այլ շրջան, որը նույնպես հայկական էր, փոքր հայքի տարածքներ, Սեբաստիայի շրջանը։ Տեղափոխվեց այնտեղ եւ փաստորեն հայկական երկրորդ հզորությամբ երկրորդ թագավորությունը անկում է ապրում առանց պատերազմի։ Փաստորեն թագավորությունը սկսում է քայքայվել ներսից, որովհետև կենտրոնական իշխանության ղեկավար կազմում սկսել էին գահակալական գզվռտոցներ։ Դա շարունակվեց եւ ի վերջո նրանց միջև 1022 թվականին հնարավոր եղավ հաշտություն կնքել Վահրամ Պահլավունի հայոց սպարապետի միջամտությամբ եւ այդ գործին միջամտեցին հետաքրքիր է նաեւ վրաց եւ աբխազաց թագավորները։ Իրենք եւս չէին ուզում տեսնել հայոց թագավորությունը քայքայված, որովհետեւ փաստորեն Անիի թագավորությունը դա, ինչպես շատ ուսումնասիրողներ են իրավացիորեն կոչում, արևելքում քրիստոնեության գլխավոր պատվարն էր, գլխավոր այսպես հենարանը եւ պաշտպանն էր, որովհետեւ այնուամենայնիվ Բյուզանդիան ճիշտ է հասնում էր իր տիրապետությամբ հայկական լեռնաշխարհի սահմանները, սակայն երբ որ արևելքից սկսեցին, հեռավոր արևելքից սկսեցին այդ քոչվորների, հատկապես սելջուկ թուրքերի արշավանքները, պետք էր հզոր մի կենտրոն եւ այդ կենտրոնը պետք էր պահպանել։ Սա շատ լավ գիտակցում էին նաեւ վրաց եւ աբխազաց թագավորները, որոնք հայոց սպարապետի եւ մյուս իշխանների հետ հանդես եկան միջնորդությամբ։ Կնքվեց նրանց միջև հաշտություն։ Հաշտության համաձայն կենտրոնական թագավորությունը կիսվում էր, սա երկրորդ տխուր բանն է, Վասպուրականի անկումից հետո։ Կիսում էր հետևյալ կերպ, Անին եւ շրջակայքը, այսինքն Շիրակ գավառը, անցնում էին Հովանես Սմբատին ավագ որդուն, որը ժառանգ չուներ, իսկ մնացած տարածքները Բագրատունիների թագավորության անցնում էին Աշոտ IV-ին։ Ընդ որում պայմանն էլ այսպիսի դրվեց, որ Հովանես Սմբատի մահվանից հետո ամբողջ թագավորությունը պետք է անցներ Աշոտ IV-ին։ Տեղի է ունենում դրանից ընդամենը 1 տարի հետո երրորդ տխուր դեպքը։ Իդեպ ասեմ, որ այս գահակալական պայքարի ընթացքում, սա շատ կարևոր է նշելը, Աշոտ IV-ի թիկունքին կանգնած էին բյուզանդական ուժերը։ 1023 թվականին Տայքում, երբ որ ապստամբություն եղավ, բյուզանդական կայսրը ճնշեց ապստամբությունը, ասպատակեց նաև արևմտյան Վրաստանը, հասավ աբխազաց թագավորություն եւ այդ իր արշավանքի արևելք եկած արշավանքի ժամանակ ճնշում գործադրեց նաև Հովանես Սմբատի վրա, պարտադրելով այդ նույն կտակների քաղաքականության ճանապարհով, որպեսզի Անին կտակի Բյուզանդիային։ Տեսեք, Հովանես Սմբատը դա անելու իրավունքը չուներ, որովհետև մի տարի առաջ 22 թվականին ինքը արդեն ստորագրել էր պայմանագիր, որով Անին պետք է անցնի իր եղբորը կամ նրա ժառանգներին։ Սակայն նա ստորագրում է 1023-ին ստորագրում է Անիի կտակը եւ Անին կտակում է բյուզանդական կայսրությանը։ Եվ այս պայմաններում Աշոտ IV-ը ոչինչ չկարողացավ անել։ Գիտեք ինչի չկարողացավ, որովհետև իր թիկունքին հենց Բյուզանդիան էր կանգնած։ Այսինքն գուցե այստեղ նախանձելով մեկը մեկին եւ մեկը մեկին վատություն անել ցանկանալով, ավակ եղբայրն էլ վերցրեց ու կտակեց հենց Բյուզանդիային, որը իր կրտսեր եղբայր Հովանավորն էր։ Եվ տեսեք, երկու եղբայրների անխոհեմ քայլերը պատճառ դարձան, որ վտանգ կախվի այդ հզոր հայկական թագավորության, Անիի թագավորության գլխին։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև այսօրվա համար, տեսեք, երբ որ քաղաքական ուժի, քաղաքական գործչի թիկունքին կանգնած է օտար պետություն, սա միշտ վտանգավոր է։
միշտ, անկախ նրանից, թե այդ օտար պետությունը ով է։ Դա շատ լավ մենք տեսնում ենք նաև վերջերս հենց վրացական դեպքերի օրինակով, եւ ես Վրաստանը մի կողմ թողնելով կուզենայի այստեղ կենտրոնանայինք Հայաստանի վրա։ Շատ տխուր է, երբ որ ամեն ընտրությունից առաջ մի տեսակ բան է դարձել մեր մոտ, մեր ընտրությունների ժամանակ, ասենք, պրեզիդենտության թեկնածուները, անկախ նրանից դա իշխանավոր է թե օպոզիցիայի ներկայացուցիչ, ասենք, կարող են գնալ Մոսկվա եւ Մոսկվայից գան ու հպարտությամբ ասեն, որ Ռուսաստանի պրեզիդենտը ինձ ընդունեց կամ Ռուսաստանում այս ուժերը ընդունեցին եւ իրենք հավանություն են տվել իմ թեկնածությանը։ Սա տխուր մի բան է, որովհետեւ անկախ նրանից ով է այդ օտար պետությունը, ինքը ունի իր շահը, եւ եթե վաղը մյուս օր պետք եղավ զոհաբերել հայերին հանուն իր շահի, իրենք զոհաբերելու են։ Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք այդպիսի օրինակներ եւ ամենափայլուն օրինակը 1920-21 թվականի թուրք-ռուսական քեմալա-բոլշևիկյան համաձայնությունն էր, որի արդյունքում մենք կորցրեցինք եւ Կարսի մարզը, եւ Սուրմալուի գավառը, եւ Նախիջևանը, եւ Ղարաբաղը։ Այնպես որ այսօր էլ մերոնք ճիշտ է շատ ապավինում են Ռուսաստանին, հասկանալի է, մենք տարածաշրջանում հայտնվել ենք ռուսական այսպես ազդեցության գոտում, բայց հայկական շահերի գերակայությունը հաճախ մեր քաղաքական գործիչները չեն գիտակցում։ Եվ տխուր բան է, երբ որ մեր որևէ գործիչ գնում է եւ ասենք հպարտանում է Ռուսաստանից ունեցած աջակցությամբ կամ թեկուզ Ամերիկայից, թեկուզ Ֆրանսիայից, միևնույնն է, օտար ուժին ապավինող քաղաքական գործիչը անհեռանկարային է իր հայրենիքի համար։ Ինչ եղավ դրանից հետո, տեսեք, 1041 թվական, այս երբ փեղկված վիճակում թագավորությունը շարունակում է գոյություն ունենալ։ Իրար հետևից մահանում են երկու եղբայրները, մի քանի ամսվա տարբերությամբ, ընդ որում նախ մահանում է Աշոտ IV-ը, ապա Հովհաննես Սմբատը։ Բնականաբար Հովհաննես Սմբատի մահվանից հետո բյուզանդացիները եւ բյուզանդամետ ուժերը Հայաստանում սկսում են ակտիվ պայքարը, որպեսզի անին հանձնվի Բյուզանդիային։ Ցավոք սրտի բյուզանդամետ ուժերի մասին ասեցի, ասեմ, որ այս շրջանում առաջանում է մեր իրականության մեջ երկու հակադիր քաղաքական հոսանք, մեկը այսպես ազգային հայրենասիրական հոսանք, որը անկախության կողմնակից էր, ղեկավարում էր փառահեղ մեր զորավարը, այդ արդեն բավականին տարիքով ալեհեր ծերունի, ինչպես նկարագրում են այդ ժամանակ, Վահրամ Պահլավունին, իսկ բյուզանդամետ հոսանքը ղեկավարում էին ժամանակի կաթողիկոս Պետրոս Գետադարձը եւ Վեստ Սարգիս Սյունեցին։ Ամեն մեկը այսպես կարող է փորձել այսօր գնահատել, Վեստ Սարգիսը Պետրոս Գետադարձի հետ գտնում էր, որ ճիշտ է միավորվել Բյուզանդիայի հետ եւ մեկ միասնական քրիստոնեական այսպես պաշտպանության շերտ ունենալ։ Վահրամ Պահլավունին այնուամենայնիվ իր կողմնակիցների հետ պատմությունը ցույց է տալիս, որ ազգային անկախության ջատագովները միշտ ավելի ճիշտ են եղել, որովհետև այնուամենայնիվ այստեղ նորից օտար ուժին ապավինել էր նշանակում, իսկ Անիի անկումից ընդամենը 2 տարի հետո սկսած սելջուկյան արշավանքների այդ շղթան, որին քիչ հետո կանդրադառնանք, մենք տեսնում ենք, որ մեզ համար իհարկե աղետաբեր էին եւ Բյուզանդիան ըստ էության չօգնեց եւ Հայաստանը ընկավ սելջուկ թուրքերի տիրապետության տակ, այդ հզոր ծաղկուն թագավորությունը անկում ապրեց եւ մի քանի տարի հետո հայտնվեց արևելքից արշաված բարբարոս թուրքական ցեղերի տիրապետության տակ։ Սա ազգային անկախության իհարկե կորստի հետևանքներ, անշուշտ։ Ինչ տեղի ունեցավ, ազգային հայրենասիրական թևը այնուամենայնիվ Վահրամ Պահլավունի գլխավորությամբ թագավոր է դարձնում, գահ է բարձրացնում երիտասարդ Աշոտ IV-ի որդուն Գագիկ II-ին, որը ըստ աղբյուրների բավականին տաղանդավոր եւ հայրենասեր մի անձնավորություն էր, եւ նա հռչակվում է թագավոր։ Այսպես բյուզանդամետ ուժերը զսպվում են ինչ որ մի ժամանակ, հռչակվում է թագավոր եւ բյուզանդացիները սկսում են արշավանքները դեպի Անի։ Տարօրինակ մի բան է, հավատակից քրիստոնյա բյուզանդական կայսրությունը, որը մտածում է այսպես համաքրիստոնեական մեծ ուրեմն իր հովանու ներքո մեծ այսպես համաքրիստոնեական պետություն ստեղծելու մասին, հանկարծ զինված պատերազմ է սկսում կործանելու համար Անիի թագավորությունը։ Բարեբախտաբար Վահրամ Պահլավունին նորից փայլում է իր ռազմական տաղանդով եւ մի քանի անգամ ուրեմն ջարդ տալով բյուզանդական զորքերին հետ է շպրտում։ Այս շրջանում Բյուզանդիայում շարունակում էր իշխել հայկական
կամ մակեդոնական դինաստիան։ Սա տխուր փաստ է, բայց պիտի արձանագրենք եւ մտորելու խնդիր կա այստեղ նաեւ։ Տեսեք, 867 թվականին գահ բարձրացած Վասիլ առաջինի ժառանգները ընդամենը 2-3 սերունդ հետո արդեն իրենց հայ չէին զգում։ Այս ժառանգները Բարսեղ II-ը եւ Կոստանդին Մոնոմախը, որի ժամանակ 1045 թվականին անկում ապրեց Անիի թագավորությունը, սրանք ավելի շատ իրենց բյուզանդական շահերի կրողներ էին եւ ընդամենը իրենց հայկական ծագման մասին հեռավոր մի հիշողություն էր մնացել իրենց նախնիներից, բայց իրենք այլևս իրենց հայ չէին զգում։ Եվ ինչքան էլ որ ամոթալի է, բայց պետք է նաեւ խոստովանենք, որ Անիի թագավորությունը անկում ապրեց հայկական կամ մակեդոնական դինաստիայի ակտիվ գործունեությամբ, թեպետ այստեղ իրենք որպես հայ արդեն որևէ դերակատարում չեն ունեցել, որպես հայկական ծագում ունեցող։ Սա մեզ մտորելու տեղիք է տալիս նորից։ Տեսեք, ինչի համար մարդիկ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի մի մեծ պետության մեջ կարողանան 1-2 պաշտոնավոր ունենան, իսկ մենք փաստորեն հայերս ունենում ենք ամբողջ կայսերական դինաստիա, հարստություն, բյուզանդական կայսրությունում եւ դա իօգուտ Հայաստանի չի օգտագործվում։ Սա մեզանում, տեսեք, դեռևս միջնադարում դա կար, ազգային գաղափարախոսության պակասի խնդիր է։ Նայեք, ասենք, օրինակ, մերոնք միշտ սիրում են հրեաներին օրինակ բերել, հրեաների պատմության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ որ կարողանում են, ասենք, իրենց մի աղջկան ամուսնացնել մի նշանավոր, ասենք, այդ երկրի իշխանավորի հետ եւ իրենց փեսային օգտագործել իրենց ազգային խնդիրները լուծելու համար։ Հայտնի է հրեից փեսաների համակարգը կա գործող։ Մերոնք ամբողջ դինաստիան բարձրացնելով կայսրության գլուխ չկարողացան օգտագործել, ընդհակառակը նրանք շատ արագ կորցրեցին իրենց հայկականության գիտակցումը եւ իրենք դարձան կործանողը Բագրատունյանց թագավորության։ Այստեղ էլի պիտի մտածել, մենք չստեղծեցինք ազգային գաղափարախոսությունը, որը մեզ կարող էր ուղեկցել եւ մեզ կարող էր շատ մեծ բարձունքների տանել։ Եվ այսօր էլ դա մնում է չլուծված խնդիր։ Այսօր էլ մենք նախաքրիստոնեական ժամանակ ունեցած մեր ազգային գաղափարախոսական այսպես հիմնադրույթները չենք փորձում վերականգնել եւ կիրառել եւ ընդհանրապես մեր ազգային ամբողջ արժեհամակարգի հիման վրա մեկ գաղափարախոսական համակարգ ստեղծելու փորձ չենք անում։ Այսինքն առանձին փորձեր արվում են առանձին անհատների կողմից, բայց դա համազգային համապետական մակարդակի չի բարձրացվում։ Եվ արդյունքներից մեկը սա է. Բյուզանդիայում ունես կայսերական դինաստիա, սակայն իշխանության գալուց մոտ 150 տարի հետո նրանք կործանում են հենց հայկական թագավորությունը։ Առաջ գնալով տեսնում ենք, որ 1044 թվականին բյուզանդամետ գործիչները կարողանում են համոզել թագավորին, երիտասարդ թագավորին Գագիկ II-ին, ներկայացում էր այսպես, որ Բարսեղ II-ը, որի ժամանակ կնքվել էր ուրեմն համաձայնությունը եւ Հովանես Սմբատը կտակ էր գրել, նա արդեն չկա, մահացել է եւ Կոստանդին Մոնոմախը հրավիրում է Գագիկ II-ին գնալ Կոստանդնոպոլիս եւ կնքել նոր պայմանագիր հավասարը հավասարի հետ եւ վերացնել այդ նախկին կտակը։ Դժվար է մանրամասներին այսօր քննարկել, որովհետև 1000 տարվա հեռավորության բնականաբար այնտեղ եղել են նաև ինչ-ինչ մանրամասներ, որոնք մատենագիրների մատյաններում չեն պահպանվել։ Դժվար է ասել, թե ինչից ելնելով ի վերջո Գագիկ II-ը երիտասարդ արքան որոշում է գնալ։ Որոշում է գնալ, ինչին որ դեմ էր Վահրամ Պահլավունին, սակայն թագավորը ինքն էր եւ որոշումը կայացնողը ինքն էր վերջնական, նա գնաց Կոստանդնոպոլիս եւ Կոստանդնոպոլսում ձերբակալվեց։ Ձերբակալվեց եւ այդ ընթացքում Պետրոս Գետադարձը իր սև գործը արեց, դավաճանությամբ ուրեմն հանձնվեցին Անիի բանալները, Անիում նույնիսկ այսպես թագավորության անկման տխուր ծիսակատարություն արեց, սա ուղղակի դավաճանական քայլ էր, որովհետեւ ստացվում է, որ ասենք եթե մարդը հիվանդ է, փոխարենը գնաս եւ իրեն ոգևորես, որ ինքը կազդուրվի, անկաշ մի հատ դագաղ առնես, տանես դնես կողք, ասես դու հիմա մեռնելու ես, ուրեմն եկել են քո հոգեհանգստի ծիսակատարությունը անելու, ինչը մոտավորապես նույն բանը եղավ Պետրոս Գետադարձի արածը հայոց թագավորության անկման ողբ էր ինքը արդեն Անիում անում, փոխարենը ժողովրդին ինքնապաշտպանության կազմակերպելու։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ծանր վիճակում էլ Գագիկ II-ը
ահավոր հետաքրքիր այսպես քաջությամբ իրեն պահեց բյուզանդական արքունիքում մեր մատենագիրների գործերում կան մի քանի հետաքրքիր դրվագներ, ես ուղղակի ժամանակի սղության պատճառով չանդրադառնամ դրանց, բայց նույնիսկ երբ որ բանալիներն էին հանձնված, ինքը կարող էր այսպես շատ մեծ հանդգնությամբ նույնիսկ վիրավորելու տոնով Կոստանդին Մոնոմախին ասել, որ ես եմ հայոց երկրի տերն ու արքան, ես քեզ ոչինչ չեմ տվել, իսկ դու խաբեբա ես, ինձ խաբեությամբ ես կանչել այստեղ եւ ձերբակալել։ Տեսեք, երիտասարդ 18 տարեկան, 18-19 տարեկան երիտասարդը կարող էր այսպես աշխարհի գլխավոր տերերից մեկին կանգնել եւ երեսին շպրտել, որտեւ ինքն է հայոց երկրի տերն ու արքան։ Եվ երբ որ տեսնում ես այս պահվածքը, հասկանում ես, որ ազնվական հայը սա է, հայոց թագավորը սա է, հայոց երկրի տերը սա կարող է լինել։ Ոչ թե մեր մոտ այս նորից այդ ընտրություններից առաջ նայում ես, ուղղակի մեղքդ գալիս է, ասենք, այս ինչ քաղաքական գործիչը գնաց, չգիտեմ, Պուտինը ձեռքով բարևեց, այս ինչը ողջագուրվեց, այն ինչը նայում ես, ախր դու հայոց երկրի տերն ես լինելու, դու հայոց ժողովրդի ընտրյալը պիտի լինես։ Սա շատ ավելի բարձր է, քան թե, չգիտեմ, Պուտինի, Մեդվեդևի, Բուշի կամ չգիտեմ որևէ մեկի հավանությունը ստանալը։ Մեր ժողովրդի ընտրյալը լինելու հասկացությունը մեր քաղաքական գործիչների մեջ պիտի խորությամբ մտցնել, ինչը ցավոք սրտի այդպես չի այսօր։ Եվ այս իրադրության մեջ 1045 թվականին անկում է ապրում հայոց թագավորությունը։ Բնականաբար Գագիկ II-ի անձը չէին կարող հաշվի չառնել, նրան Կիլիկիայից հյուսիս գտնվող Պիզու բերդաքաղաքը իր գավառով տրվեց հետագայում եւ Գագիկ II-ը անընդհատ շարունակում էր պայքարել եւ նույնիսկ հետաքրքիր է, որ իր որդու միջոցով, այնուհետև իր թոռան միջոցով փորձում էր նույնիսկ սելջուկների հետ համաձայնություն կնքել եւ նորից վերականգնել Անիի թագավորությունը։ Ցավոք սրտի դա չհաջողվեց, մինչև 1080 թվականը Գագիկ II-ը պայքար է մղել Անիի թագավորությունը վերականգնելու։ Նույնիսկ համաձայն էր, որ իր թոռը ընդունի մահմեդականություն, ամուսնանա մահմեդական գահաժառանգուհու հետ, սակայն Անիում վերականգնվի հայկական թագավորությունը, թեկուզ եւ, ասենք, սելջուկների գերիշխանության ներքո։ Ցավոք սրտի դա տեղի չունեցավ եւ 1080 թվականին փաստորեն երբ որ մահացավ իր թոռը, դրանով էլ հայոց թագավորության Բագրատունյաց ավագ ճյուղը համարվում է մեր մատենագրության մեջ ավարտված։ Այնուհետև ասենք մեր մատենագիրները որ նայում են կամ ասենք Միքայել Չամչյանց, տեսնում ենք որ Բագրատունները հասցվում են մինչև 1080 թիվ, ոչ թե 1045։ 45-ին կորցրեցին իշխանությունը, իսկ 1080-ին վերջին ավագ ներկայացուցիչը սպանվեց, թունավորվեց դավադրությամբ։ Կային մանր թագավորություններ, սակայն դրանք երկար կյանք չունեցան։ 1065 թվականին նեղվելով սելջուկների հարձակումներից Գագիկ Աբասյան Բագրատունի թագավորը, Կարսի թագավորն է, կտակում իր տարածքները Բյուզանդիային եւ ինքը հեռանում Փոքր Ասիայի տարածք։ Այնուհետև 1113-ին անկում կապրի Տաշիր Ձորագետի կամ Լոռու թագավորությունը, իսկ 1170-ին սա մանր թագավորություններից ամենաերկարակյացն եղավ, Սյունիքի թագավորությունն է անկում ապրում։ Եվ փաստորեն Բագրատունյաց դարաշրջանը ավարտվում է այսպես ու մենք տեսնում ենք, որ մեր թույլ տված մի շարք սխալները, այդ սխալները սկսած հենց պետական կառուցվածքի մեջ սխալ անելուց, այդ թագավորությունների, բազմաթիվ թագավորությունների համակարգը ստեղծելուց, երբ որ ամեն մեկը նաև անջատողական ձգտումներ պետք է ունենար, ազգային գաղափարախոսական համակարգ չստեղծելուց, որտեղ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Բագրատունյաց շրջանում կարծես այդ միտումը կար։ Նույնիսկ Թոնդրակյան շարժման մասին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու նամակում Ասորիների կաթողիկոսին ուղղված հետաքրքիր մի բան է ասում է սրանց մեջ մի մասն էլ ասում է, որ մենք արամյան գնդից ենք եւ հավատքով համեմատ նոցա։ Արամյան գունդ ասածը նկատի ունեին հեթանոս հայերին։ Եվ հետաքրքիր է, որ Բագրատունյաց շրջանում նույնիսկ հայկական հեթանոսության այսպես ծննդի փորձ է արվել եւ գուցե դա էլ ազգային գաղափարախոսություն ստեղծելու փորձ էր։ Մենք տեսնում ենք, որ մի շարք այսպես գործիչներ ունենք, որոնք քրիստոնեական հայկական ազգային գաղափարախոսություն կարծես ստեղծելու փորձեր են անում, բայց դա այդպես էլ ավարտում տեսք չունեցավ։ Եվ կարևոր բացթողումներից մեկն էր ազգային գաղափարախոսության պակասը։
Ի վերջո մենք տեսնում ենք ամենամեծ դասերից մեկը Բագրատունյաց թագավորությունը, որ մեզ տալիս է եւ այսօր ամեն օր, ամեն ժամ դա պետք է հիշեցնել եւ մեր հասարակ շարքային քաղաքացուն եւ երկրի ղեկավարներին, դա այն է, որ երբեք չի կարելի ապավինել օտար երկրին, ինչքան էլ մեծ լինի, ինչքան էլ հզոր լինի, որովհետեւ այնուամենայնիվ նրանք իրենց շահերը պիտի հետապնդեն եւ ամեն վարկյանի կարող են զոհաբերել մեր շահը, որպես տվյալ դեպքում տարածաշրջանի այսպես փոքր պետության եւ բնականաբար մեր գործունեության կենտրոնում պետք է լինի մեր ազգային պետական շահը։ Ժամանակագրորեն առաջ անցնելով մենք տեսնում ենք, որ 1047 թվականին սելջուկները այսպես մեծ արշավանք են կազմակերպում 20,000-անոց բանակով դեպի Բագրատունյաց թագավորության տարածք, որպես օրինաչափություն իրենց առաջին արշավանքները եւ իրենց եւ մոնղոլների միշտ առաջի արշավանքները լինում էին այսպես հետախուզական եւ թալանչիական բնականաբար։ Եվ հետաքրքիր մի փաստ է, որի վրա քիչ են ուշադրություն դարձնում, թե ինչքան ծաղկուն, ինչքան հարուստ թագավորություն էր Բագրատունյաց թագավորությունը, երևում է սելջուկյան արշավանքներից, այս երկու արշավանքներից, որ իրար հետևից եղան։ Տեսեք, ընդամենը 2 տարի է անցել Բագրատունյաց թագավորության անկումից հետո։ 1047-ին 20,000 զորքով եկան, գնացին, զեկուցեցին իրենց առաջնորդներին եւ այնքան մեծ էր այս երկրի հզորությունը, այնպիսի ծաղկուն վիճակում էր գտնվում, որ հեքիաթային հարստությունների տեր մի երկիր էր համարում, հաջորդ տարի անմիջապես 1048 թվականին սելջուկները նոր արշավանք կազմակերպեցին, այս անգամ 100,000-անոց բանակով, 5 անգամ ավելի մեծ զորք ուղարկեցին։ Սա շատ այսպես խոսուն փաստերից մեկն է, թե ինչքան ծաղկուն, ինչքան հզոր թագավորություն էր Բագրատունյաց թագավորությունը եւ հիմա այդ թագավորության վրա արշավում են արևելքից վայրենի կոչվոր սելջուկ թուրքերը, որոնք պետք է ուղղակի այսպես մահացության աստիճանի հասցնեն այդ ծաղկուն երկիրը։ 48-ին 100,000-անոց զորքով արշավանք, այնուհետև 54 թվականին Տուղրիլ բեկը սուլթանը ինքը անձամբ կառաջնորդի եւ հիշում եք Թաթուլ եւ Տուղրիլի պատմությունը, որ դպրոցական մեր դասագրքերում էլ կա մեր հերոս զինվորի եւ Թաթուլի այդ Տուղրիլ բեկի պատմությունը, այնուհետև պիտի գա Ալփասլանը, որը Տուղրիլ բեկին էր հաջորդել, սուլթանը նրանց եւ ի տարբերություն նախորդ արշավանքների, որ միայն գալիս թալանում եւ հեռանում էին, ինքը գալիս է նվաճելու մտադրությամբ։ 1064 թվականին այդ արշավանքը շատ ծանր հետևանքներ թողեց եւ հենց 64-ի հաջորդ տարում այդ դաժան իրավիճակից մի կերպ պրծնելու համար, իր կաշին փրկելու համար Գագիկ Աբասյան Բագրատունին, Կարսի թագավորը 65 թվականին կտակում է տարածքները Բյուզանդիային եւ հեռանում է Բյուզանդիա։ Այդպեսով փաստորեն կործանելով հայկական ըստ ավակության երկրորդ թագավորություն էր, Անիից հետո դա առաջին ավակ թագավորն էր համարվում, Կարսի թագավորը։ Այնուհետև Ալփասլանը կշարունակի պատերազմը եւ Բյուզանդիան որոշում է վերջ դնել դրան։ 1071 թվականին բյուզանդական զորքերը դուրս են գալիս լուրջ այսպես ճակատամարտի եւ Մանասկերտում 1071-ին տեղի ունենում ճակատամարտ, որտեղ բյուզանդական կայսրը անձամբ էր առաջնորդում Դիոգենես IV եւ խայտարակ պարտություն կրեց եւ ինքը գերի ընկավ։ Եվ իր անձի փրկության համար բյուզանդական ամբողջ արևելյան տիրույթները ինքը հանձնում է սելջուկներին։ Եվ փաստորեն ամբողջ Հայաստանը ընկնում է սելջուկյան տիրապետության տակ։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու 1971 թվականին թուրքերը պանթուրքիստական կազմակերպությունները աշխարհի մեծ հանդիսավորությամբ նշեցին Մանասկերտի ճակատամարտի 900-ամյակը որպես թուրքական զենքի քրիստոնյա աշխարհի նկատմամբ տարած փառապանծ հաղթանակի։ Մանասկերտի ճակատամարտը պանթուրքիստական գաղափարախոսության մեջ շատ այսպես կարևորվում է։ Այնուհետև մենք տեսնում ենք, որ բնականաբար պետք է փորձեր արվեին ազատագրելու երկիրը եւ երբ որ կորցվեց թագավորությունը, քանի որ Վրաստանում իշխում էր հայ բագրատների կրտսեր ճյուղը, այդ շրջանում հայերի մի մասը հայ ազնվականության հեռանում է դեպի արևմուտք Բյուզանդիայի տարածք, մի մասը շարժվում է դեպի հյուսիս վրաց բագրատունիների մոտ
եւ նրանք էլ վրացացել էին արդեն, ճիշտ է, ծագումով հայ էին, բայց արդեն ավելի շատ մտածողությամբ եւ պետական ազգային շահերի առումով իրենք վրացական շահեր էին հետապնդում եւ պատահական չի, որ հայերը շատ մեծ տեղ էին գրավում Դավիթ Շինարարի իշխանության ժամանակ եւ նույնիսկ Անի քաղաքը, որը ինքնավար քաղաք էր եւ իր ավակների խորհուրդն ուներ, դիմում է Դավիթ Շինարարին եւ 1124 թվականին Դավիթ Շինարարը արշավում է, անեցիները ապստամբում են եւ փորձ է արվում Անին մտցնել վրացական թագավորության, վրաց բագրատուների թագավորության կազմի մեջ։ Այս փորձը ձախողվում է, դրանից հետո եւս էլի փորձեր եղան 1161 թվականին, 1174 թվականին, սակայն սելջուկների իշխանությունը դեռևս հզոր է։ Սելջուկները սկսում են թուլանալ 12-րդ դարի վերջին քառորդին եւ փոխարենը վրացական պետության կազմում շատ հզորանում են հայերը, հատկապես Սարգիս Մեծ Զաքարյանը դառնում է ամիր սպասալար վրաց եւ հայոց, այսինքն սպարապետ զորքերի գերագույն հրամանատար, իսկ նրա մահվանից հետո նրա երկու որդիները, ավագ որդին Զաքարեն դառնում է ժառանգում է հոր պաշտոնը, զորքերի գերագույն հրամանատար, իսկ երկրորդ որդին Իվանեն դառնում է Աթաբեկ, այսինքն թագավորահայր, արքայազնի խնամակալ եւ արքայական տիրույթների վերակացու։ Եվ նրանք Թամար Թաքուի իշխանության ժամանակ սկսում են բավականին այսպես ակտիվ գործունեությունը, դա 1184-1207 թվականներն են, երբ Թամար Թաքուին ինքն էլ այսպես ոգևորելու համար հատուկ օրենք է ուրեմն հայտարարում, որ տարածքները, որ կազատագրեն, այդ տարածքները կտրվեն նրանց որպես ժառանգական սեփականություն։ Եվ Զաքարյանների հաղթարշավն է սկսում։ 1199-ին նրանք վերջնականապես Անին կազատագրեն, 1202-4 թվականների նահարացյան դաշտը ազատագրեցին, ընդ որում 1203-ին Դվին քաղաքը, այնուհետև կշարունակի հաղթարշավը մինչև 1207 թվականը եւ ստեղծում են Հայաստանում, հյուսիսային եւ արևելյան Հայաստանում բավականին մեծ մի իշխանապետություն, որը եթե այսօրվա սահմաններով ասենք Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ ազատագրված տարածքներ, Նախիջևան, Կարսի մարզ, Ջավախ, այս ամբողջ ընդգրկում էր։ Ես օպերատորին խնդրեմ հիմա Զաքարյան իշխանապետության քարտեզը ցույց տա։ Ուրեմն սա ուրեմն Բագրատունյաց թագավորության վերջի շրջանն է, այս մասնատվածության շրջանն է։ Հիմա քիչ հետո մենք կտեսնենք Զաքարյան իշխանապետությունը։ Ես մինչ այդ ասեմ, որ մի շատ կարևոր խնդիր լուծեցին Զաքարյանները։ Տեսեք, ստեղծելով հսկայական իշխանապետություն, նրանք հին նախարարական տներից շատերը ոչնչացել են։ Զաքարյանների սելջուկների ժամանակ ջարդուփշուր են եղել։ Այ հիմա դուք տեսնում եք Զաքարյան իշխանապետության սահմանները։ Եվ ինչ են անում Զաքարյանները, փայլուն գիտակցելով, որ երկրի տերերի խավը փաստորեն նախարարական տներն են, իրենք ստեղծում են նոր նախարարական տներ։ Հին նախարարական տներից, ասենք, ինչ որ հետքեր էին մնացած լինում, վերցնում եւ վերականգնում էին։ Եվ մենք տեսնում ենք, ասենք, նոր նախարարական տների անուններ, օրինակ Արագածոտնում Վաչուտյաններ, Պրոշյաններ, ասենք, Վայոց-Ձորում, Արցախում Դոփյաններ եւ Հասան Ջալալյաններ, եւ սրանք Սյունիքում Օրբելյանները, սրանք հին այդ Օրբելի տոհմներ, որը Թամար Թաքուի հոր ժամանակ պետական դավադրություն բացասնելու պատճառով վտարվել էին վրացական պետության սահմաններից, իրենք նրանց բերում են, տարածք են հատկացնում եւ հայտնի Օրբելյան տոհմը փաստորեն նրանցից է սերում, գիտեք, հենց Օրբելի եղբայրները եւ մեր գիտությունների ակադեմիայի հիմնադիր Հովսեփ Օրբելին, դրանք այդ նշանավոր տոհմի ներկայացուցիչներն էին։ Այսինքն պետք է երկրում վերականգնել տերերի խավը, ազնվականության դասը, որովհետև երկրի տերերն են պահպանում երկիրը, իսկ ասենք ծառան բոլորի համար էլ ծառա է։ Եվ մենք տեսնում ենք Զաքարյան իշխանապետության մեջ այս բուռն ընթացքը կասեցվեց մոնղոլների արշավանքի հետևանքով։ Մինչև մոնղոլների արշավանքը մենք տեսնում ենք, որ մենք կարող էինք շատ լուրջ ձեռքբերում ունենալ, որովհետև ես հիմա խնդրեմ մեր օպերատորը ցույց տա հաջորդ քարտեզը։ Զաքարյան իշխանապետության շրջանում հիմա դուք տեսնում եք, ուրեմն ձախում ներքևում կա Կիլիկիայի հայկական իշխանություն, որը 1198-ին հռչակվեց թագավորություն։ 99-ին Անին է ազատագրվում։ Եվ Լևոն II-ը Հռոմի Պապին գրած իր նամակում հենց ասում է, տենչում եմ անցնել Եփրատ եւ վերականգնել մեծ հայկական թագավորությունը։ Տեսեք, կա Զաքարյան իշխանապետություն, կա Կիլիկյան Հայաստան, Շահարմենների պետությունը կար, որի արևմտյան ամբողջ կեսը Թորնիկյան իշխանությունն էր։ Սրանք կոչվում էին Սասունի թագավորներ։ Եվ այդ շղթան կարող էր կապվել, որովհետև արանքում մի բաց տեղը, որ դուք տեսնում եք, դա փոքր հայքի տարածքն է։ Եվ եթե մենք այդ շրջանում կարողանայինք կապել այդ շղթան, գաղափարը կար միասնական հայկական թագավորություն ստեղծելու։ Հենց Լևոն II-ը հռչակվում է թագավոր
թագավոր ամենայն հայոց եւ նահանգին կիլիկիացվոց Պիտղոսով, այսինքն նախ ամենայն հայոց, եւ հետո մենք տեսնում ենք, որ հետում թագավորը, երբ որ մոնղոլների հետ կկնքի պայմանագիր, նրանց պայմանագրի մեջ հայությանը վերաբերող բոլոր կետերն են ներառնվում։ Հայկական եկեղեցիները ազատվում են հարկերից, հայ առևտրականները ամբողջ մոնղոլական տիրույթներում ազատ առևտրի իրավունք են ստանում, սա 1254 թվականի պայմանագրի մասին եմ ասում։ Եվ կար հիանալի հնարավորություն միավորելու եւ ստեղծելու մեծ այսպես պետականություն, որը մենք բաց թողեցինք, եւ բաց թողնված հնարավորությունները մենք կարող ենք չվերականգնել։ Ես մի քանի հաղորդում առաջ այդ օրինակը բերում էի, մենք ունեինք հիանալի հնարավորություն 94 թվականին վերականգնելու մեր սահմանները մինչև Կուր եւ Արաքս գետերի խառնվելու ամբողջ տարածքը, սակայն այդ հնարավորությունը մենք կորցրեցինք եւ այսօր դա երևակայելի մի բան է, եւ սա մեզ համար դաս պետք է լինի, որովհետեւ մեր պատմության մեջ լինում են դեպքեր, լինում են հնարավորություններ, երբ որ այդ հնարավորությունները մենք պետք է օգտագործենք։ Եթե դա կորցրեցինք, հաջորդ տարի այլևս կարող ենք չունենալ։ Էլ չեմ ասում, որ կարող է դարեր շարունակ չունենանք։ Իսկ մենք այստեղ քարտեզի վրա տեսակ Արևելյան Հայաստանից, այս Սևանա լճի ավազանից, Արցախից մինչև Միջերկրական ծով մեծ հայկական պետություն ստեղծելու լուրջ հնարավորությունը կար, որը մենք բաց թողեցինք։ Ես կուզենայի մի բան Զաքարյանների հետ կապված ասել, ինչ եղան Զաքարյանները։ 1236-ից սկսեցին նախ 1220 թվականին մոնղոլական մի արշավանք եղավ, այնուհետև 36 թվականին մեծ արշավանք եղավ եւ 42-44-ին նվաճվեց ամբողջ Հայաստանը։ Փաստորեն 1236-44 թվականները Հայաստանի մոնղոլական նվաճման ժամանակաշրջանն է։ Դրանից հետո Զաքարյանները, նրանց այսպես նշանավոր նախնի Սարգիս Զաքարյանը, իրենք հաճախ արծրունի են նաև կոչվում իրենց արձանագրությունների մեջ եւ հարավային Հայաստանից էին եկել, ըստ երևույթին արծրունների մի ճյուղն էին։ Սարգիս Զաքարյանը ուներ մի տիտղոս, վրացական աղբյուրներում հենց այդ տիտղոսով է հիշատակվում Մխարգրձելի, որը նշանակում է երկայնաթիկունք, ըստ երևույթին բավական այսպես թիկնեղ անձնավորություն լինելով։ Երբ որ մոնղոլները գրավեցին, իրենք ճանաչվեցին մոնղոլների կողմից իրենց իշխանական իրավունքները եւ այդ բառը ոչ թե երկայնաթիկունք, այլ երկայնաբազուկ թարգմանվեց, Արգուտ։ Եվ Զաքարյանների շարունակությունը Արգուտյաններն են։ Արգուտյանները, իսկ երբ որ 1801 թվականին Արևելյան Վրաստանը մտավ ռուսական կայսրության մեջ, վրացական պետության ազնվականությունը ճանաչվեց որպես ռուսական կայսրության ազնվականություն, նրանց մեջ նաև Զաքարյանները, Արգուտյանները, եւ նրանց մի թևը ռուսացած կոչվեց Արգուտինսկի Դալգարուկի։ Եվ հետաքրքիր է 90-ական թվականներին, երբ որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծվել է ռուս ազնվականների միություն, առաջին նախագահը հենց իշխան Արգուտինսկի Դալգարուկին էր։ Ես խնդրեմ օպերատորին հիմա ցույց տա մոնղոլական արշավանքների այս քարտեզը, երբ որ Զաքարյան Հայաստանը նվաճվեց, նաև հարավային եւ արևմտյան Հայաստանը նվաճվեց, այս քարտեզից հետո հենց անմիջապես դուք կտեսնեք Զաքարյանների զինանշանը, բայց արդեն Արգուտինսկի տոհմի, Արգուտյան տոհմի զինանշանը, եթե լինեք Հաղարծինում, Հաղպատում, այնտեղ նրանց դամբարանները կտեսնեք եւ կտեսնեք նաեւ այս զինանշանը, որը ռուսական կայսրության, այսպես զինանշանի մոտիվներով եւ իրենց նաեւ առանձնահատկությունները պահպանած մի հետաքրքիր զինանշան է։ Այսպիսով ավարտվում է նաև Հայաստանի տարածքում վերջին հայկական իշխանապետության տարածքը պատմությունը։ Դրանից հետո մի փորձ ենք մենք ունեցել 1465 թվականին հայոց թագավորությունը վերականգնելու Աղթամար կղզում Սմբատ Սեֆեդինյան արծրունին հռչակվում է թագավոր, սակայն այս պետությունը այդպես էլ չկայացավ։ Ես Մարտի 3-ի հաղորդման ընթացքում հիշում եմ, սա հատուկ օրինակ բերեցի մարտի 1-ի դեպքերից հետո, հռչակվում է հայկական թագավորություն, սակայն չի կայանում։ 15-րդ դարում եղել է հայոց թագավորության վերականգնման վերջին փորձը, մոտ 1 տասնամյակ գոյություն ունեցավ, այնուհետև անկում ապրեց այս փոքրիկ թագավորությունը։ Եվ այնուհետև Հայաստանի տարածքում, հայկական լեռնաշխարհի տարածքում չկա թագավորություն եւ պետականությունը կվերականգնվի արդեն 1918 թվականին, բայց իբրև հանրապետություն։ Թագավորությունը շարունակվում է Կիլիկիայում մինչև 1375 թվականը։ Այսքանը Զաքարյանների մասին։ Ես, քանի որ մեր հաղորդումը արդեն մոտենում է ավարտին, պիտի
լավ լուրով սկսեցինք հաղորդումը, ցավոք սրտի ոչ այնքան լավ լուրով հիմա պետք է ավարտեմ։ Խնդիրն այն է, որ մեր հաղորդաշարը կդադարեցվի եւ սեպտեմբերից եթեր չի գնա։ Հ1-ի ծրագրերի մեջ եղել են փոփոխություններ եւ կդադարեցվի նաեւ այս հաղորդաշարը մեր պատմության դասերը։ Դրա համար, քանի որ դուք արդեն գիտեք, բազմիցս ասել ենք, որ մեր հաղորդումները մենք տեղակայեցինք ինտերնետում, Memocast-ի ինտերնետային էջում եւ բավականին շատ արդեն այցելուներ ունեցել ենք, մի քանի հազար մարդ արդեն նայել է եւ դրանք ազատ կարող եք նայել եւ դրանք կլրացվեն նաեւ այս հաղորդումն էլ հետը կլրացվի սեպտեմբեր ամսին, վերջի 4 հաղորդումները մենք 33 հաղորդում կունենանք ինտերնետային մեր էջում դրված ցավոք սրտի փաստորեն այս 8 ամսվա ընթացքում ինչի եմ 8 ամիսը շեշտում, որովհետեւ մենք սկսեցինք մեր հաղորդաշարը անցած տարի դեկտեմբերի 25-ին Արթուր Բախտամյանի հետ բացումը արեցինք եւ այսօր օգոստոսի 25-ը այսօր փակումը չեմ անում ես, պարզապես դադարեցվում է հաղորդաշարը։ Մենք չհասցրեցինք շատ հարցերի անդրադառնալ, մասնավորապես հայոց նախաքրիստոնեական դիցարան, քրիստոնեական եկեղեցի, հայոց եկեղեցի եւ այս խնդիրները, չհասցրեցինք բնականաբար մենք կանգ առնել ամբողջական թագավորությունների, Մեծ հայքի Երևանդունյաց թագավորություն, Արտաշեսյաններից միայն Տիգրան Մեծի վրա կանգ առանք, Արշակունյաց թագավորությանը չանդրադարձանք, Կիլիկիայի հայոց թագավորությանը չանդրադարձանք, Հայդուկային շարժում եւ այլն, բազմաթիվ հարցեր, Սփյուռքի գաղթօջախներ, Վրաստանի տարածքի հայկական հուշարձաններ, շատ ու շատ այսպես նախատեսված խնդիրներ մնացին անավարտ։ Ես հիմա խնդրեմ մեր օպերատորին, որպեսզի ցույց տա այն 33 հաղորդումները, որ մենք այնուամենայնիվ հասցրեցինք պատրաստել եւ մեր այս հաղորդաշարի ընթացքում եւ մենք տեղակայել ենք ինտերնետում։ Հիմա սրանց կարող եք ծանոթանալ ամեն օր, ամեն ժամ, ազատ դրված են։ Կարծում եմ բոլորն էլ կարևոր թեմաներ էին եւ այս մեր թեմաները հետաքրքրեցին մեր հեռուստադիտողներին, ինչը ցույց է տալիս նրանցից ստացված 1000-ից ավելի նամակները միայն էլեկտրոնային փոստով, նաև այն, որ Memocast-ի այս դիտումների մեջ նույնիսկ Memocast-ի ղեկավարներն էին զարմացած, թե այսքան կարճ ժամանակում մի քանի հազար մարդ արդեն դիտել է, չնայած դրան, որ ամառ է, արձակուրդային ժամանակ։ Ես ցանկանում եմ իմ հատուկ շնորհակալությունը հայտնել մեր հաղորդաշարի բոլոր մասնակիցներին։ Մասնավորապես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սամվել Հակոբյանին, որը մեր հաղորդաշարի ռեժիսորն է, մոնտաժող Արմինե Ղուկասյանին, խմբագիր Էմա Սաֆարյանին, օպերատոր Հրաչյա Սարյանին եւ Հ1 հեռուստաընկերության 4-րդ տաղավարի ամբողջ անձնակազմին, որը 8 ամիս շարունակ կազմակերպել է մեր հաղորդաշարի հեռարձակումը ամբողջ երկիր մոլորակով մեկ եւ այս հաղորդաշարի այս հեռարձակման շնորհիվ մեր Սփյուռքի շատ հայրենակիցներ հաղորդակից դարձան եւ բավականին ջերմ արձագանքներ մենք ունեցանք այս շրջանում։ Ես բնականաբար տեղեկացնեմ ձեզ, որ ինտերնետային այս կայքը կգործի, պայմանագիրը ստորագրված է առնվազն 3 տարով։ 3 տարի դուք այս 33 հաղորդումը դիտելու հնարավորություն եք ունենաք ամեն անգամ։ Բացի դրանից, ասեմ, որ հասցեն էլեկտրոնային փոստի, որով դուք գրում եք patmaban@yahoo.com այս հասցեն կշարունակի գործել, հասցեն բնականաբար կգործի արդեն որպես իմ անձնական էլեկտրոնային փոստի հասցե եւ դուք հնարավորություն կունենաք նաեւ անընդհատ շփման մեջ լինել, եթե կունենաք առաջարկներ, կունենաք ինչ-որ ծրագրեր կապված մեզ հետաքրքրող խնդիրների հետ, ես ուրախ կլինեմ ստանալ ձեր նամակները եւ արձագանքելու ձեր նամակներին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս ամբողջ ընթացքում բոլոր ջեր մեզ արձագանքների համար,
1000-ից ավելի նամակ ես ստացա այս 8 ամիսների ընթացքում։ Ես ասեմ նաև, որ նամակների 200-ից ավել միայն մշտական նամակագիրներ ունեինք, որոնց միշտ տեղեկացնում ենք նաև հաջորդ հաղորդումները։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, կարծում եմ, որ մենք առաջիկայում կունենանք նոր ծրագրեր եւ սրանով չի դադարի նաև մեր հաղորդակցությունը, թե ինչ ծրագրեր այսօր դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ, որ հայոց պատմության, հայագիտության քարոզչությունը ամբողջ աշխարհում պետք է անհրաժեշտ է շարունակել։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, բարին բոլորիս հետ։